Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել, եւ Հայաստանի մշակութային կյանքում կարևոր դեր ունեցող ակունք պետական ազգագրական համույթը հերթական անգամ միջազգային հարթակում ներկայացրել է հայկական ինքնատիպ պարարվեստը։ Համույթը մասնակցել է «Պարը մեզ է միավորում» միջազգային փառատոնին, որը տեղի ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ Միջոցառման ընթացքում հայկական ավանդական պարն ու երաժշտությունը ներկայացվել են բարձր մակարդակով, եւս մեկ անգամ ընդգծելով ազգային մշակութային հարուստ ժառանգությունը եւ դրա կարևորությունը միջազգային մշակութային երկխոսության միջև։ Այս ամենի մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ես շտապ եմ սիրով ներկայացնել մեր հյուրերին։ Տաղավարում են Հայաստանի ակունք պետական ազգագրական համույթի արտիստ Աննա Թովմասյանը, բարի առավոտ, եւ ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սամսոն Մելիքյանը։ Բարի առավոտ։ Շատ շնորհակալություն հյուրընկալվելու համար, ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել ու վստահ եմ, որ հրաշալի տպավորություններով եք վերադարձել։ Ուզում եմ սկզբից գանք ակունքից։ Ինչպես ստացվեց, որ հենց ակունք ազգագրական համույթը մասնակցեց հենց այս փառատոնի միջոցառմանը։ Կարծում եմ այդ հարցին Սամսոնը կպատասխանի։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որ մեզ այս հնարավորությունը ընձեռնեցավ մասնակցելու «Պարը մեզ միավորում» միջազգային տարածաշրջանային երկրների փառատոնին։ Մենք երկար ենք մտածել, որ խումբը մասնակցի, որովհետեւ մեր կենտրոնում տարբեր խմբեր են, գործունեություն ծավալում, որը որ կարող էր կապվել այդ միջոցառման հետ, ֆեստիվալի հետ, բայց քանի որ ակունքը բացառիկն է մեզ մոտ, որ ներկայացնում է հենց մեր ազգի դեմքը, այսինքն ազգագրություն ազգի ու ներկայացնում է արևմտյան եւ արևելյան Հայաստանի տարածաշրջանի ամբողջ մշակույթը, մենք մտածեցինք, որ այդպես կարող ենք տարբերվել մյուս երկրներից եւ ժողովրդական արվեստի փոխարեն ներկայացնել հենց մեր ազգագրական արվեստը, այսինքն մենք ազգագրությունով գնացինք եւ ցույց տվեցինք, թե ինչքան հարուստ մշակութային հիմնակարային մշակույթ ունենք, որը որ չունեն տարբեր երկրներ։ Այո, շատ ազգեր իրականում չունեն ու շատ շնորհակալություն ձեզ բոլորիդ, որ ակունքն ամեն դեպքում պահում եք, որովհետև դա իրոք մեր ազգի դեմքն է ու անձնագիրը կարելի է ասել ինչ որտեղ։ Ինչ նպատակ էր հետապնդում փառատոնը եւ ինչ երկրներ էին ամեն դեպքում այնտեղ մասնակից։ Փառատոնը ամենամյա փառատոն է, բայց այս տարի փառատոնի գաղափարական հիմքում ընկած էր Տաջիկստանի անկախության 35-ամյակը պետականության, տարածաշրջանային երկրներ էին մասնակցում, Ղրղստան, Ղազախստան, Ուզբեկստան, տարբեր տարածաշրջանային երկրներ կային։ Պարը մեզ միավորում է խորագիրը հենց այդպիսին էր, որ ֆեստիվալի շրջանակներում մաստեր կլասներ ինչ որ լինեին, փորձի փոխանակում լիներ տարբեր ազգերի միջև, տարբեր ազգեր իրենց պարերը ներկայացնեին, սովորեցնեին, ոնց եղավ փառատոնային օրերի շրջանակում։ Հիմա կխնդրեմ դուք մի փոքր պատմեք ակունքի մասին, պատմեք թե ինչքանով է հենց ազգապահպանության գործում ներդրում ունենում հենց ակունքը։ Դե կարծում եմ բոլորին է հայտնի, որ ակունքը արդեն 52 տարի է, գործունեություն է ծավալում եւ հենց բուն նպատակն է ազգային ինքնությունը պահելը եւ այդ պարերն ու երգերը, որոնք որ կատարում է հենց ակունք ազգագրական համույթը, դրանք չեն փոփոխվում, բնօրինակով են կատարվում, բեմադրական պարեր չեն պարվում, ոչ մի բան չի խախտվում, այսինքն պարվում է այնպես կամ երգվում է այնպես, ինչպես ժողովուրդն արել է դարեր շարունակ։ Հենց դրանով էլ ապացուցված է ակունքի ինքնատիպ լինելը եւ ինքնության պահպանելը։ Չմոռանանք նաև, որ հենց ակունքի հիմնադիրն էր Հայրիկ Մուրադյանի դուստրը Մարո Մուրադյանը, ով արմատներով արևմտյան Հայաստանից էր, Շատախ գավառի Ջնուկ գյուղից եւ բնականաբար այդ արմատները շատ խորն էին, շատ հողին կպած էին եւ Հայրիկն էլ արդեն ինքնին հայ ժողովրդի մեծագույն հայ երգի հայրիկն էր, ու այդպիսով ակունքը կարողանում է մինչ օրս պահել այդ մշակույթը փոխանցել սերունդներին։ Սա է մեր նպատակը։ Ինչպեսի պարային համարներ եք ներկայացրել։ Մենք ներկայացրել ենք Քոչարի Երխուշտա, 12 ոտ, իսկ վարպետաց դասին արդեն սովորեցրեցինք նարե, փափուրի, այս պարերը բոլորը խորհրդանշական են, ունեն հատուկ բացատրություններ,
նախաքրիստոնեական շրջանից սկսած մինչև մեր օրեր եւ մեր նպատակն էր հենց այդ բարերին անդրադառնալ, որովհետեւ այնտեղ օրինակ Նարեն ջրի պաշտամունքի հետ է կապված, հա, Նարէ աստվածության հետ է կապված, Յարխուշտան Քոչարին դրանք ռազմապարեր են, որոնք շատ կարեւոր էին ներկայացնել հենց այդ միջավայրում եւ պիտի ասեմ, որ մասնակից խմբերը բոլորը հիացած էին ու մեզ ասացին, որ հետաքրքիր է ձեր ֆոլկլորը այնքանով, որ դուք կարողանում եք ամբողջովին փոխանցել այդ էներգիան հանդիսատեսին, իսկ այդ էներգիան գալիս է նրանից, որ մենք գիտենք այդ ազնիվ եւ անկեղծ մշակույթի ինքնության մասին, որ դա մենք ենք, այսինքն ինքդ քեզ կեղծել չես կարող։ Այստեղ հետաքրքիր է, ինձ մի փոքր հետաքրքրեց փառատոնի ձևաչափի մասին։ Միայն ներկայացնում էիք պարերը պարային տեսքով, թե օրինակ տեսական ինչ-որ ինֆորմացիա էիք տալիս պարային շարժումների մասին։ Համերգի շրջանակում բնականաբար համերգային տեսքով հանդես եկանք, իսկ վարպետաց դասին արդեն մանրամասն խոսեցինք պարերի ծագման մասին եւ կատարողական ունության մասին, ինչպես նաեւ իրենց սովորեցրեցինք այդ պարերը։ Շատ հետաքրքիր է, մենք նոր խոսեցինք, որ շատ երկրներ եւ պետություններ իրենց ազգային պարերը ամեն դեպքում չունեն։ Ինչով է տարբերվում մեր ազգագրական պարերը մյուս երկրների պարերից, ովքեր ունեն այս դեպքում։ Նայեք, խնդիրը այնա, որ ազգագրությունը, հա, կամ չունեն, կամ մի քիչ ավելի քիչ անանելի երևի կփաստի, որովհետև հայ ժողովուրդը քանի որ ունի երկարամյա, հա, պատմություն ու ապրել ենք շատ տարբեր գավառներում, ապրել ենք շատ տարբեր տարածաշրջաններում ու ամեն տարածաշրջանում մենք ստեղծել ենք քաղաքակրթություն ու մշակույթ, դրանից ելնելով այնպես է երևի ձևավորվել մեր ազգագրությունը, որ շատ հարուստ ժառանգություն ունենք, հա, այսինքն տարբեր տարածաշրջաններում եւ Արևմտյան Հայաստանում եւ Արևելյան Հայաստանում, երբ որ մենք ապրել ենք, ապրելու հետ մեկտեղ ստեղծել ենք նաեւ համապատասխան քաղաքակրթություն ամեն գավառին, ամեն գյուղին համապատասխան ու մենք այդ քաղաքակրթությունը սերնդեսերունդ բերան կարելի ասել ժողովրդական խոսքով ասված փոխանցել ենք ու հասելա մեզ շատ քիչ երկրների դեպքում կարծում եմ այդպես որ այդքան հարուստ ազգագրությունը որտեղ երկրներ կային մոտենում էին ասում էին որ մենք չունենք այս ամենը ինչը որ դուք ունեք ու ինչով որ եկել եք այստեղ ու հենց ակունքի փառատոնին մասնակցության նպատակներից մեկը այն էր որ մենք ցույց տանք որ մենք արվեստի այս ճյուղն էլ ունենք որովհետև գիտենք որ շատ քչերն ունեն ու շատ կարևոր է որ ոչինչ փոփոխված չէ սա իրոք շատ բարդ տաժանակիր աշխատանք է ես կարծում եմ ու առանձնահատուկ շնորհակալություն ձեզ որ մեր սերունդներն ամեն դեպքում մասնակից են լինում ուսանում են դա եւ հետո մենք հնարավորություն կունենանք ավելի երկարաժամկետ փոխանցումներ կատարել։ Ինչպիսի հանդիսատեսի եք հանդիպել, ինչպես ընկալեցին, ինչպես ըմբռնեցին մեր պարերը, ինչ կարծիքներ եք լսել եւ ասացիք, որ պանելային քննարկումներ են եղել։ Հանդիսատեսը բուռն արձագանքեց, դատելով իրենց ծափողջուններից եւ բրավոներից իրոք դա չափազանցություն չէ որ հետաքրքիր էր ակունքը այս ֆորմատում որովհետեւ այնտեղ բեմադրական պարեր էին ամբողջությամբ բոլոր երկրների պարի խմբերը ներկայացնում էին ժողովրդական պարը բեմականացված իսկ ակունքը հենց բուն ֆոլկլորը ներկայացրեց եւ հենց դա էր մեր հաջողության արգասիքը այսպես ասած որովհետեւ մի բան է երբ ժողովրդական մաքուր մշակույթն ես ներկայացնում մի բանն է որ որևէ անհատի որևէ գեղարվեստական ղեկավարի բեմադրական պարն է ընկալում սա արդեն դասական շարժումների հիման վրա ժողովրդական պարի ներկայացումն է իսկ արձագանքը մեր առումով շատ լավն էր բոլոր խմբերն էլ հիացած էին ու իրենց համար ամենահետաքրքրականն այն էր որ իրենք ասացին մենք ունենք շուրջ պարեր բայց մեր շուրջ պարերը օրինակ ձեռքերով չեն բռնում մեր շուրջ պարերը անհատական կանգնում են ուղակի sense շրջանաձև պտտվում են իսկ հայ ժողովրդի մոտ գերակշռող հատվածը շուրջ պարեր են ձեռի ուսի դա միասնականության էլի խորհրդանիշն է այս առումով մենք էլի լիքը ասելու բան ունենք իրենց ու իրենք հիացած էին մեր մշակույթով ես վստահ եմ որ հիացած կլինեն եւ այս մեր խոսակցությունն ավելի պատկերավոր դարձնելու համար եւ իմ եւ հեռուստադիտողի համար առաջարկում եմ դիտել տեսանյութ վերադառնալ ու շարունակել հետաքրքիր զրույց
Այն սիրելի հեռուստադիտողներ, տեսանք տեսանյութը, կարծում եմ սա բացառիկ տեսանյութ էր, որովհետև օդանավակայանից մինչև վերջին օր ամեն ինչ նկարագրված էր մի քանի վայրկյանանոց տեսանյութում։ Սամսոն, այսպիսի փառատոնները ինչպիսի կամուրջներ են ստեղծում երկրների միջև մշակութային առումով։ Շատ լավ հարց տվեցիք, ուզում եի ընթացքում անդրադառնալ։ Շատ մեծ կամուրջ են ստեղծում հետագա համագործակցությունների համար, ու արդեն ստեղծված են այդ կամուրջները, որովհետև այն երկրները, ովքեր մասնակցում են փառատոնին ու որոնք որ նպատակահարմար էին մեր ազգային կենտրոնի հետ հետագա համագործակցության համար, մենք արդեն ընկերացել ենք ու կոնտակտներով փոխանակվել ենք, իրենք էին մեզ գրում, ինչպես եք հասել Հայաստան, ամեն ինչ նորմալ է բան, ու համագործակցության հետագա ակնկալիքով մի քիչ շատ բան չհնչի, բայց իրանք էլ էին շատ միտված մեր հետ համագործակցելուն ու բոլորը համարները փոխանցել են, սպասում են, որ պետքա ոնց որ համագործակցության ինչ-որ իմպուլս տանք, որ փորձենք ինչ-որ մի բան անել, այս տարի օգոստոսին Մեղրին ճանաչել են որպես երիտասարդական քաղաք, այս տարի օգոստոսին հնարավոր է, որ այդ դելեգացիաները, որոնք որ եղել են Տաջիկստանում, ժամանեն Մեղրի, էլի միասնական փառատոն անցկացնելու, մտածել ենք նաև բարի միջազգային։ Իսկ ներողություն, ինչու հենց Մեղրի։ Նայեք, քանի որ այս տարի Մեղրին ճանաչվեց երիտասարդական քաղաք, Տաջիկստանի փոխնախարար նույնպես այցելել էր Մեղրի, հա, ինչ-որ երկխոսություններ էր տեղի ունեցել Մեղրիում ու որոշվեց, որ օգոստոսին պետքա միջոցառում լինի ազգագրական ինչ-որ երկի բարի, հա, միջազգային ու երևի այդ երկրներից մասնակցություններ կունենան տվյալ միջոցառմանը։ Նաև փորձել ենք այդ կապը ամրապնդել հաջորդ տարվա բարի միջազգային օրվա համար, այս տարի բարի միջազգային օրը շատ մեծ ձևով արեցինք հանրապետության հրապարակում, մոտավորապես 4000 հոգի մասնակցեց, հիմա ուզում ենք մյուս տարի դա ավելի միջազգային սարքել, հա, ու քանի որ Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից էլ գրանցված է որպես հայկական ոչ նյութական մշակութային ժառանգություն, մենք փորձում ենք բոլորին Քոչարի սովորացնել մյուս տարի ու բարդ է, բայց հաճելի գործընթաց է ամեն դեպքում, որովհետև բոլորին թվում է, որ Քոչարի սովորելը դա աշխարհի ամենահեշտ պրոցեսներից մեկն է։ Չէ, իրականում բարդ է։ Շատ բարդ է, այո։ Անանել կփաստի, որ իրականում, երբ որ մենք վարպետաց դաս ենք անում, այնտեղ բոլորը պրոֆեսիոնալ պարողներ էին, մենք հանդիպեցինք պարարվեստի քոլեջի ուսանողների հետ, այսինքն մարդիկ, ովքեր ռեալ տիրապետում են դասական պարին, հա, ու շարժումներին, տեխնիկային, բայց պիտի ասեմ եւ այնտեղ եթե տեսնեն էլ մեր հետևորդները, մեր էջերում կտեսնեն, որ այդ պրոֆեսիոնալ պարողների համար այնքան բարդ էր պարել այդ նարեպարը, այնքան բարդ էր պարել փափուրին, իրենք չէին պատկերացնում դա ինչ է կատարվում եւ մեզ մտեցավ այնտեղի ուրեմն մասնագետներից մեկն ու ասեց հետաքրքիր բան է առաջին հայացքից թվում է թե սա շատ հեշտ է եւ մենք հեսա սա մի վայրկյանում անելու ենք բայց երբ ուզում ենք սկսել պարել հասկանում ենք որ մենք չենք կարողանում սա պարել իրապես ֆոլկլոր ասված ազգային երգ ժողովրդական երգ ասվածը առաջին հայացքից թվում է թե դա շատ հեշտ բան է ինչ է որ 3 նոտայից 4 նոտայից բաղկացած մի երգ է կամ 5 շարժումից բաղկացած մի պար է բայց արի ու տես որ այդ թվի մեջ, այդ թվացյալ, այսպես ասած, հեշտության մեջ բավականին բարդ կատարողական ուրեմն արվեստ է պահանջում եւ մեր այս այցը Տաջիկստան շատ հետաքրքիր էր նաեւ ակունքի համար, պիտի ասեմ, որովհետեւ փառահեղ օրեր ունեցանք, չնայած նրան, որ խիտ այսպես գրաֆիկ ունեինք, բայց փառահեղ ընդունելություն, հրաշալի ուրեմն հանդիպումներ եւ պիտի ասեմ, որ Տաջիկստանը շատ հյուրընկալ է, որպես այդպեսին, որպես ժողովուրդ շատ հյուրընկալ են, շատ գրկաբաց են ու մեզ նման են ամեն դեպքում այդ նմանությունը մենք շատ զգացինք իրենց կողմից։ Հրաշալի, մենք վստահ ենք, որ այդ կապն ամեն դեպքում կպահվի ու շարունակական կլինի, որովհետև հաջորդ հարցս, որը ուզում եմ տամ, հենց դրան է վերաբերվում։
Մշակութային քաղաքականությունը, դիվանագիտությունը այս պահի դրությամբ ինչպես է հենց ձևավորվում այսպիսի փառատոնների ընթացքում։ Կա արդյոք մշակութային դիվանագիտություն ասված։ Իրականում Հայաստանի Հանրապետությունն ունի մշակութային քաղաքականություն եւ մշակութային դիվանագիտություն ասվածը նաև ներառված է Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության գրվածքի մեջ, ինչպես ասացի, մենք արդեն շատ-շատերի հետ կոնտակտներով փոխանակվել ենք։ Մշակութային քաղաքականությունը բացի տվյալ երկիր այցելող կոլեկտիվների կապից նաև կարծում եմ գալիս է պետական մասշտաբներով, որովհետև մենք Տաջիկստանի նախարարին նվիրեցինք դուդուկ, ինքը միանգամից ասացինք, հայկական ազգային գործիք դուդուկն է նվիրեցինք, ինքը միանգամից ռեակցիա տվեց ու մեզանից շուտ ասեց, դուդուկ ինքը ճանաչում էր Հայաստանը, ինքը այցելել էր Հայաստան, ճանաչում էր մեր մշակութային գործիչներին, շփում էր ունեցել նախարարության հետ, նախարարի հետ, ողջունեց նախարարին, փոխանցեց իր բարևները, այսինքն նախքան ակունքի գնալը կամ նախքան որևէ խմբի, որևէ պետություն այցելելը, արդեն տվյալ մշակութային քաղաքականություն ձևավորված է լինում երկու երկրների դիվանագիտության արդյունքում, այսինքն մենք այցելեցինք, արդեն կար այդ մշակութային քաղաքականությունը Հայաստան-Տաջիկստան, որ մենք այցելեցինք այդ երկիր ու այնտեղ էլ լինելով մենք հասկացանք, թե ինչքան բարեադրացական հարաբերություններ ունեն Հայաստանի Հանրապետության հետ ու ինչքանով են ծանոթ Հայաստանի Հանրապետությանը, որովհետև մենք իրենց ներկայացրել ենք եւ Կոմիտասին, եւ Սրբուհի Լիսիցյանին, եւ Առնավ Աբաջանյանին, այսինքն մենք փորձել ենք այդ այցի շրջանակում եւ փակմանարարողությանը փառատոնի, երբ որ մենք պետք է նստենք ու դիտենք Տաջիկստանի մշակույթը, մենք ներկայացել ենք հայկական տարբեր տարածաշրջանների ազգային տարազներով, այսինքն ոչ մի երկիր չէր կրում տարազ, այդ վերջին օրը բոլորը սովորական ձևով հագնված էին, ոնց կհագնվեին գային համերգացրած, բայց մենք մտածել ենք, որ ասենց մեխը պետք է լինի մեր այդ օրվա հայկական տարազը, որովհետեւ այդ տարբեր տարածաշրջանի տարազներով այնտեղ գնալը արդեն էլի շատ մեծ բաներ ասում, հա, մենք բուկլետներով ենք գնացել, որում որ ներկայացված էին մեր հայ մեծերը, ազգային գործիքով են գնացել, տարազով են գնացել ու այսպես փորձել ենք ցույց տալ։ Սա հրաշալի է, անկեղծ, սա իրոք շատ հրաշալի է։ Ես ուզում եմ Աննա, դուք մի փոքր խոսեք, թե արտիստի համար ինչ աճ է գրանցում այսպիսի փառատոնը։ Ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում արտիստի հետ։ Արտիստի համար այս տեսակ փառատոնները շատ կարևոր են, որովհետև ինչպես արդեն Սամսոնը նշեց, բացի դիվանագիտական հարաբերություններից, հա, ձևավորվում է մշակութային մտածողություն յուրաքանչյուր արտիստի մոտ։ Դու կարողանում ես ընկալել տարբեր ժողովուրդների երաժշտական մտածողությունը, ինքնությունը, ուսումնասիրում ես նրանց պատմությունը, անկախ քո ցանկությունից, որովհետև դու գնում ես միտեղ, որտեղ ենթադրենք պիտի գան 6 երկրներից ներկայացուցիչներ եւ դու արդեն նախապես պատրաստվում ես, հասկանում ես, որ երկրներն են, ինչ պատմություն ունեն, ինչ մշակույթի կրողներ են, սա եւ ինքնակրթվելու եւ ինքնազարգանալու process է եւ իհարկե ամենակարևորը շփումն է, տարածումն է, որ դու կարողանում ես մի քանի րոպեի ընթացքում ներկայացնել քո ժողովրդի մշակույթը, այդ կուլիսյան շփումները շատ հետաքրքիր են, յուրաքանչյուր արտիստի համար սա շատ անհրաժեշտ process է, հատկապես այն արտիստների, ովքեր ներկայացնում են ազգային մշակույթը։ Դե խնդրեմ։ Մեկ բան էլ կուզեմ հավելել, հա, հիշեցի, ասացի չմոռանանք հանկարծ։ Մենք Դուշանբեից հետ գալուց Եկատերինբուրգով եկանք Հայաստան, այցելեցինք Սուրբ Կարապետ եկեղեցի հայկական ու շատ ջերմ ողջուններս Եկատերինբուրգում հայկական համայնքին, որովհետև բոլորս անծանոթ էինք, բայց հայ էինք, մեզ տարան ներկայացին, թե ինչպիսի գործունեություն են ծավալում Եկատերինբուրգում, այնտեղ կար կանոնի դասարան, հայկական երգի դասարան, դուդուկի դասարան, դհոլներ, այսինքն մենք անծանոթ լինելով այցելելով եկեղեցի, Տեր հոր հետ նաև շրջայց կատարեցինք ու տեսանք, թե Եկատերինբուրգում հայ համայնքի ինչ մշակութային գործունեություն է կատարում եւ ուրախություն մեզ այնտեղ նույնպես փորձում էին պահպանել ու զարգացնել, ներդնել այնտեղ ապրող հայերի մեջ հայկական ազգային ժողովրդական արվեստը, դա շատ ուրախալի փաստ է։ Սա իրոք ֆանտաստիկ փաստ է։ Ձեզ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում, որովհետև դուք այն մարդկանցից եք,
այն օղակն եք Հայաստանում, ովքեր փորձում են մեր դեմքը ամեն դեպքում պահել եւ դա ստացվում է, ձեզ իրոք առանձնահատուկ շնորհակալություն դրա համար, շնորհակալություն, որ երիտասարդներին եք ներգրավում եւ իրենք հնարավորություն ունեն այս ամեն ինչի մեջ թաթախվելու եւ դրանք հետագայում փոխանցելու։ Մենք ձեզ կսպասենք մեր տաղավարում մյուս միջոցառումներին կից մեկնաբանելու դրանք եւ այլ փառատոնների մասնակիցը դառնալու։ Մի խոսքով շատ շնորհակալ ենք ձեզ դրա համար եւ մեր հարթակը միշտ պատրաստ է ձեզ հյուրընկալել։ Այս պահին ընդմիջենք գովազդով վերադառնանք։